Դիտարկեք մի քանի խնդիր, ահա այդ խնդիրներից առաջինը որքան է 40-ի 15%-ը։ Տոկոս հաշվելու իմ եղանակը հետևյալն է, նախ տոկոսը վերածում եմ 10-որդական կոտորակի, այնուհետև բազմապատկում այն թվով, որի տոկոսը պահանջվում է հաշվել։ Այսպիսով 15%-ը 10-որդական կոտորակի վերածելից կստանանք 0.15, հուսով եմ դու դա հիշում ես տոկոսը 10-որդական կոտորակի վերածելից նախորդ վիդեոից, այժմ մենք կբազմապատկենք 40-ով, 40 անգամ 0.15, 5 անգամ 0, 0, 5 անգամ 4, 20, 1 անգամ 0, 0, 1 անգամ 4, 4, 0, 0, 6, մնում է հաշվի առնել 10-որդական ստորակետը, վերևում չկա, ներքևում 1, 2, ձախ տեղաշարժվենք դեպի ձախ, 1, 2, ահա այստեղ դրվում է ստորակետը, այսպիսով 40-ի 15%-ը 0.15 անգամ 40-ն է, որը տալիս է 6.00, կամ որ նույնն է 6։ Եք մեկ այլ խնդիր լուծենք, հուսով եմ նախորդ խնդիրը քեզ շատ չշփոթեցրեց, քանի որ ես հիմա պատրաստվում եմ էլ ավելի քեզ խճճել։ Որքան է, ասենք 7-ի 0.2%-ը։ Շատ մարդիկ հակված են մտածելու, որ 0.2%-ը դա նույն 0.2-ն է։ Սակայն եթե դու ես այդպես հակված մտածելու, ապա սխալվում ես։ Հիշիր, դա 0.2-ը չէ, այլ 0.2%-ն է։ Լուծման երկու եղանակ կա։ Դու կարող ես ասել, որ դա 0.2%-ն է, կամ երբ որ համարի դու հայտարարը բազմապատկենք 10-ով կստանանք 2000-ական։ Մյուս եղանակն էլ այն է, որ դու պարզապես ստորակետը երկունիշ տեղափոխես դեպի ձախ։ Ահա 1, 2, ահա թե որտեղ է գալիս ստորակետը։ Այսպիսով ստացվեց 0.002։ Սա ամենակարևոր պահն է։ 0.2%-ը դա 0.002-ն է, այլ ոչ թե 0.2-ը։ Հնարավոր է, որ դու դրանք շփոթես, ես էլ մշտապես թույլ եմ տալիս այդ անուշադրության սխալը, այնպես որ վատ մի զգա քեզ, այլ ավելի ուշադիր եղիր, հատկապես այդ դեպքում, երբ տոկոսի նշանը տեսնում ես 10-որդական կոտորակի կողքին։ Իսկ այժմ, երբ որոշեցինք, թե որքանն է 10-որդական կոտորակի տեսքով 0.2%-ը, մեզ մնում է 0.02-ը բազմապատկել 7-ով։ Այսպես 0.002 բազմապատկած 7։ 7 անգամ 2 անում է 14, այստեղ ստորակետից հետո ունենք 1, 2, 3 նիշ, ուրեմն այստեղ նույնպես պետք է ունենանք 3 նիշ, 1, 2, 3, ահա թե որտեղ է գալիս ստորակետը։ Այսպիսով 7-ի 0.2%-ը հավասար է 0.014-ի։ Հավանաբար դու այժմ մտածում ես, որ դա շատ փոքր թիվ է, եւ իրոք դրա պատճառը 0.2%-ն է։ Հապա պատկերացրու, նա փոքր է անգամ 1%-ից, այսինքն ավելի փոքր է, քան թվի 1/100-ական մասը։ Եվ իրոք 0.2%-ը դա թվի 1/500-ական մասն է։ Եվ եթե դու հաշվես, կտեսնես, որ 7-ի 1/500-ական մասը նույնպես հավասար է 0.014-ին։ Դա կարևոր է անել։ Ստուգում կատարելը միշտ լավ է, քանի որ 10-որդական կոտորակների եւ տոկոսների հետ գործ ունենալիս շատ հեշտ է կորցնել 10 գործակիցը, կամ էլ պատասխանը ստանալ 10 անգամ ավել։ Այնպես որ միշտ կատարի ստուգում համոզվելու համար, որ քո ստացած պատասխանը իմաստ ունի։ Լավ, այժմ ես պատրաստում եմ ավելի ու ավելի խճճել քեզ։ Ինչ կասեր, օրինակ, եթե ես քեզ հարցնեի, թե 4-ը որ թվի 20%-ն է։
Շատերը կարող են ասել, թույլ տվել հաշվել 20%-ը, այն կլինի 0.2 և բազմապատկել 4-ով։ Եվ այս դեպքում ևս դու սխալված կլինեիր։ Մի պահ մտածիր, ես չեմ ասում որքան է 4-ի 20%-ը, ես ասում եմ ինչ-որ թվի 20%-ը դա 4-ն է։ Այնպես որ այժմ մենք մի փոքր հանրահաշվական գործողություններ ենք կատարելու, համոզված եմ, որ դու դրան չէիր սպասում տոկոսի բաժնում։ Այսպես ուրեմն, անհայտ թիվը նշանակենք x-ով։ Սա թիվն է, որի 20%-ը պետք է լինի 4։ Ուրեմն այսպես, խնդիրը ասում է, որ x-ի 20%-ը հավասար է 4-ի։ Կարծում եմ, որ այժմ գրված է այն տեսքով, որը քեզ ավելի ծանոթ է։ Իսկ այժմ ինչպես է գրվում 20%-ը 10-որդական կոտորակի տեսքով։ Դա 0.20-ն է, կամ որ նույնն է 0.2-ը։ Հիմա այն պետք է բազմապատկել x-ով, 0.2x հավասար է 4-ի։ Այժմ մենք ունենք առաջին կարգի գծային հավասարում, համոզված եմ դու չեր սպասում այստեղ տեսնել այս հավասարումը, այսպիսով ինչ անենք, սա կարող ենք լուծել ուղղակի հավասարման երկու կողմերը բաժանելով x-ի գործակցի վրա, ահա այս կողմը կբաժանենք 0.2-ի և այս կողմը կբաժանենք 0.2-ի, այսպիսով ստացանք, որ x-ը հավասար է 4-ը բաժանած 0.2-ը։ Ահա, ստորակետը այստեղ կտեղափոխենք մեկնիչ դեպի աջ և այստեղ կտեղափոխենք մեկնիչ դեպի աջ։ Այսպիսով 4-ը բաժանած 0.2-ը նույնն է, ինչ 40-ը բաժանած 2-ի։ Այսպիսով 4-ը բաժանած 2-ի 2, 2 անգամ 2 4, 4-ից առաջ 4 0, այս 0-ն գրվում է այստեղ, այսպիսով ստացանք, որ x-ը հավասար է 20։ Ուրեմն խնդրի պատասխանն է 20-ի 20%-ը հավասար է 4-ի։ Լավ, այս խնդրի լուծման ևս մեկ եղանակ կա, 20%-ը հենց դա նույն թվի 1/5-ն է, և 4 անգամ 5-ը ստացվում է 20։ Սա ավելի պարզ է։ Եվ եթե դու դեռ չես համոզվել, մենք կարող ենք ստուգել պատասխանը, եկ հաշվենք 20-ի 20%-ը, ուրեմն դա կլինի 0.2 անգամ 20, որը և տալիս է 4։ Կարծում եմ այժմ համոզվեցիր, որ ճիշտ պատասխան ես ստացել։ Արի նմանատիպ մեկ այլ խնդիր լուծենք, թվերը ընտրենք պատահական, ասենք օրինակ 3-ը, որ թվի 9%-ն է։ Կրկին անհայտ թիվը նշանակենք x-ով, նշանակենք x-ով այն թիվը, որի 9%-ը 3-ն է։ Լավ, մենք արդեն գիտենք, որ 0.09x-ը, 0.09 դա 9% է 10-որդական կոտորակի տեսքով գրված, հավասար է 3, այսպիսով x-ը հավասար է 3-ը բաժանած 0.09։ Այժմ կատարենք բաժանումը, 3.00 բաժանած 0.09, այստեղ ստորակետը տեղափոխում է 1, 2, 2 նշով, ուրեմն այստեղ նույնպես պետք է տեղափոխեմ 2 նշով, 1, 2, այսպիսով ստացվեց, որ 3-ը բաժանած 0.9, դա նույնն է, ինչ 300-ը բաժանած 9-ի։ Այսպիսով 30-ի մեջ 9 կա 3 անգամ,
3 անգամին 27, ես պարկ ենք վերցնում, 10-ից 7 3, 2-ից 2 0, այստեղ գալիս է 0, 30, նորից 3, 3 անգամին 27, նորից պարկ ենք վերցնում, 3 0, այստեղ նորից 0, ստորակետ ենք դնում, այստեղ 3, այստեղ նորից 27, և այսպես կստանանք 3-ների անվերջ շարք, անվերջ կրկնվող 3-ներ։ Այսպիսով 3-ը որ թվի 9%-ն է, դա 33 ամբողջ, փակագծի մեջ 3-ը, մենք գիտենք, որ փակագծի մեջ 3-ը, դա նշանակում է 3-ների անվերջ հաջորդականություն։ Բայց ինչպես նաև մենք գիտենք, որ 0 անվերջ 3-ների շարքը դա նույն 1/3-ն է, ուստի կարող ենք գրել, որ հավասար է 33 ամբողջ 1/3-ի, երկու պատասխաններն էլ հավասարապես ընդունելի են։ Լավ։ Շատ անգամ, երբ դու տոկոս ես հաշվում, իրականում փորձում ես գտնել ինչ-որ մի մոտավոր արժեք։ Ճշգրտությունը միշտ չէ, որ ամենակարևորն է, բայց այս դեպքում մենք կլինենք ճշգրիտ։ Ակնհայտ է, որ ստուգումների և նմանատիպ այլ բաների ժամանակ նույնպես դու պետք է ճշգրիտ լինես։ Հուսով եմ, որ շատ արագ չէի գնում առաջ և տոկոսի թեման հասկանալի եղավ քեզ համար։ Այս տիպի խնդիրների լուծման մեջ ամենակարևոր պահը ուշադրություն դարձնելն է, թե ինչպես է ձևակերպված հարցը։ Եթե այնտեղ ասված է գտնել 100-ի 10%-ը, ապա դա հեշտ է, դու ուղղակի 10%-ը ձևափոխում ես 10-որդական կոտորակի և բազմապատկում այն 100-ով։ Բայց եթե ես հարցնեմ քեզ 100-ը որ թվի 10%-ն է, ապա դու պետք է հիշես, որ սա արդեն ուրիշ խնդիր է։ Այս դեպքում 100-ը 10%-ն է, եթե հաշվես, կստանաս 1000-ի։ Կարծում եմ, որ ես շատ արագ խոսեցի այս բաժնի տվյալ խնդրի վերաբերյալ, ուստի հուսով եմ, որ դու շատ չխճճվեցիր, այնուամենայնիվ ես դեռ ավելին կձայնագրեմ։